Ձեզնից շատերն արդեն գիտեն, որ ես առանձնահատուկ թուլություն ունեմ օծանելիքների հանդեպ եւ այսօր ես ես կներկայացնեմ իմ օծանելիքների top 10-ը։ Այս բոլոր օծանելիքները դուք կարող եք ձեռք բերել on-line տարբերակով, Onex-ով։ Շարքը բացում է Dior-ի Addict-ը։ Ձմռանն իմ ամենանախընտրելի բույրերից մեկն է, որը հիմա իմ ձեռքում է։ Valentino Donna, հետաքրքիր տրամադրություն է քեզ հաղորդում, շատ թեթև, շատ երիտասարդական։ Եվ բացեմ գաղտնիք, այս օծանելիքը եղել է իմ հարսանեկան օծանելիքը։ Եթե դուք էլ ինձ նման սիրում եք ակտիվ շլեյֆով օծանելիքներ, ապա Azzaro Wanted Girl-ը հենց ձեզ համար է, որովհետև իր բույրը շատ ակտիվ է եւ հատկապես ռոմանտիկ երեկոների համար համապատասխան։ Շարքը շարունակում է այն օծանելիքը, որն արդեն դատարկված է ինձ մոտ, սրվակը դատարկ է։ Խոսքը Byredo-ի Velvet Haze-ի մասին է։ Պաշտելի բույր է ինձ համար եւ կարծես թե արդեն գիտեմ, թե մարտի 8-ին ամուսնուսս ինչ նվեր եմ ուզելու։ Carolina Herrera Good Girl, պիտի ասեմ, որ բացի դիզայնը ինձ իր բույրն էլ խենթացրել է, թեև ունի շլեյֆ, ակտիվ, բայց ավելի պարզ է դառնում բույրը, երբ քեզ մոտենում են։ Լավանդա, նարնջաձաղիկ, վանիլ։ Դե դուք պատկերացրեք, թե ինչ հրաշք է այս օծանելիքը։ Yves Saint Laurent Libre։ Մի անգամից եմ սիրահարվել այս բույրին, ինչպես տեսնում եք, շատ ակտիվ օգտագործում եմ։ Tom Ford Vanilla Sex։ Պիտի ասեմ, որ հաճախ եմ օգտագործում, ովքեր վանիլի սիրահար են, հաստատ Tom Ford Vanilla Sex։ Montalի շատ բույրեր եմ օգտագործել, բայց I Daydreams-ը այն կախարդական բույրն է, որի հետ որ ես ինձ անձամբ ասոցացնում եմ։ Narciso Rodriguez Black աշնանն եմ շատ օգտագործում եւ պիտի ասեմ նաեւ ամենօրյա շատ հարմար բույր է մաչելի դեպ, հենց պատվերի դեպքում է դուք կարող եք նրան մաչելի ձեռք բերել։ Շքերթը եզրափակենք օրվա գլխավոր հերոսուհի Givenchy Interdit օծանելիքով։ Այն երկար տարիներ իմ բույրն է համարվում։ Ովքեր զգում են այս հոտը, գիտեն, որ ես վստահաբար տարածքում եմ, նույնիսկ վերելակից այն զգացվում է։ Ես այսօր ձեզ սիրով ներկայացրի իմ օծանելիքների top 10-ը, բայց կան բույրեր, որոնք կպահեմ գաղտնի, երբևէ չեմ բարձրաձայնում դրանց մասին, եւ գուցե դուք կարողանաք գուշակել դրանք մեկնաբանություններում։